Բարև ձեզ սիրելու ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Ձեզի հետ ենք Լիբանանի հայոց թեմի եկեղեցիները երեկ եւ այսօր հայդակրով։ Սույն հայդակիրը վանացային կսպրվի շաբաթական դրությամբ շաբաթ օրերը գեսորե առաջ ժամը 10-ին։ Դեսերիզը միևնույն ժամուն կցուցադրվի ազգային առաջնորդարանի եւ վանացայինի թիմադեդրի էջերեն։ Այսօր կգտնվենք Տրիպոլի Սուրբ Հոգեկալուս եկեղեցվո մեջ։ Տրիպոլիի մեջ եկեղեցական արարողությունները սկզբնական շրջանին կատարվեցան հույներու կողմէ դրամատրված Մարելիաս եկեղեցվո մեջ, կատարողությամբ արժանապատիվ դեր Խորեն քահանա Կույումջյանի։ Հետակային կառուցվեցավ Սուրբ Աստվածածին, Դախտագաշեն եւ Թիթեղածած եկեղեցին արժանապատիվ դեր Փափկեն քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ։ 1962-ին ավարտեցավ նոր եւ Քարաշեն եկեղեցվո շինությունը բարերարությամբ Կալուստ Գյուլբենգյանի եւ եկեղեցին գոչվեցավ Սուրբ Հոգեկալուստ։ Եկեղեցվո օրհնությունն ու օծումը դեղի ունեցավ 3 հունիս 1962-ին հանդիսաբեդությամբ Լիբանանի հայոց թեմի օրվան առաջնորդ Խորեն arczepiskopos Փարոյանի։ Մեզ հետ է եկեղեցվո Տբրաստացի նախկին անդամ Դիգին Ալից Հարմանդայան, բարև։ Բարև, ինչպես եք, բարի եկաք։ Բարի տեսանք, խնդրեմ եկեղեցվո մեջ ձեր գործունեության ժամանակ ձեր ունեցած հուշերեն գրնակ պատմել մեզի։ Ուրեմն մենք ամեն շաբաթ գուկայինք, գմարզվեինք Տբրաբեդին հետ, մեզի գմարզեր, երբ որ եկեղեցին բացում եղավ 60-ական թվականներուն, որուն հիմնադրամը նվաստված էր Տրիպոլի հայության դրամատրված էր Կալուստ Գյուլբենյանին գոմեն։ Ադոր համար եկեղեցին անունը տրին Հոգեկալուստ եկեղեցի։ Ուրեմն շատ ուրախ էին հայերը, որ պիտի աղոթեին հայկական եկեղեցի մեջը, բարձրացավ օգնությամբ հայ դեղացի հայերուն, մեջտեղ եկավ եկեղեցին եւ դպրոցը։ Ուրեմն մինչև հիմա եկեղեցին կանգուն է, բայց դժբախտաբար այս օրերուս քահանա չկա եկեղեցին, այսինքն մենք քահանա չունենք, ստիպված գուկան 15 օր անգամ Բեյրութեն մեկը գուկա։ Նկարը, որ Խորանին վրա է Աստվածամորը, իմ հորս գործն է, նվիրած է եկեղեցին։ Իսկ Քովի Խաչեցյալը եղբորս Դիրանին կորցն է, անալ նվեր է։ Ասել գուզեմ, որ ամբողջ հայերը քիչ իրենց գարելության չափով օգնեցի, որ աս եկեղեցի մեջտեղ կա։ Հետևաբար դուքին անդամ եք Տբրաստասի, ինչ կա բամը, որ դպավորած է ձեզի հուշմը, որ գրնակ պատմել։ Մասնավոր հուշեր չի գա, այսինքն մասնավոր, բայց գրնամ ասել, որ ամեն գիրագի շաբիկներ գարվեցան, դիգնանցիության գոմե, գուկայինք ամեն գիրագի գմաստակցեինք, կանոնավոր գերբով 25 երդասարտուհիներ էինք, գուկայինք գմարզվեինք և բադարակինք մաստակցեինք։ Ուրեմն ամեն դարի Հոգեկալուստի դոնին եկեղեցի անվանագոչությունը։ Այո, գիշեն Կալուստ Գյուլբենյանը հոգեանկիստով և վերջնալ գլամադաղ։ Սիրո սեղան եւ այլն կսարքվեր։ Ոչ, միայն մադաղն էին եւ դիգնացը գպաշներ մադաղները ներկաներում։ Մեր հաջորդ խոսագիցն է Սուրբ Հոգեկալուս եկեղեցվո տաղանության ադենաբեդ բարոն Էլիս Ռաբոնյան։ Գիտենք, որ Տրիպոլիի մեջ հայության թիվը քիչ է բախտած այլ շրջաններու։ Արդյոք բոլոր եկեղեցի կհաջախեն եւ տաղանությունը ինչ աշխատանք կդանի այս գծով եկեղեցի ժողովուրդ կապը զորացնելու համար։ Առաջին բարի եկերեք Տրիպոլի, շատ ուրախ ենք, որ ասանք ելույթ մռած եք, որ ամեն եկեղեցիներուն մասին խոսիկ կոր։ Մենք հոս Տրիպոլի տաղան, իբր տաղան, մենք հիմա առաջին մեկ գեդը, առաջին որ շատ կարևոր գեդ է, մեզի համար դերհայր շատ կարևոր է հոս, որ արդեն մենք ունեինք հոս դերհայր եւ արդեն փոխադրվեցավ։ Հիմա մեր ամենամեծ ջիկն է, որ տապենք կամ առաջնորդին հետ որ մեկ հատ մդերհայր ապահովի մեզի համար հոստեղը։ Երկրորդ հոստեղը հիմա մենք իբր տաղանություն ժողովուրդը հոստեղի այո շատ լավ է գուկան եկեցի, ամենեն կարևոր որ դոնական օրերը լեցուն գլա եկեցին վրայի գլա, բայց բարձ օրերուն քիչ ավելի քիչ գլա։ Հիմա տաղանությունը ինչ ջիկ կտապե, տաղանությունը ամեն ժողովրդուն հետ գապ բահած է, որ այսինքն ինչու չեք կար եկեցի, աղամ ինչու համար չեք կար եւ հոստեղը եկեցին, այսինքն բադարակներուն ներգալակ։ Ադի ջիկը, հոս մոդավորապես
բավական հայություն այո չի գա, որովհետև մենք քիչ ենք ոստե Տրիպոլի, մինա Տրիպոլի դահրլայն ունենք մենք, որ աս 3 դեղերը, որ ամենեն շատ գրեթե հայություն գա։ Ու ատկե ուրիշ զատ մասնավոր բան չի գա, գսիկ է Կեզիմյան կարևորը մեզի համար կահանան, որ կահանան ինքն է որ գապ գբահե ժողովրդին հետ եւ եկեղեցին հետ դեմ եկեղեցին հետ մեր ցավը ադիգայեմյան թագանությունը օքեյ է ամեն ելույթներուն ամեն կամ ինչ որ դուրսեն մեզի համար հրավեր գուկա եկեղեցիներեն երտանք կմաքսնակսին մենք ասկե մի քանի մեկ տարի առաջ բաց դրամատրեցինք որ ով որ չի գրնա դեպի ինչև եկեղեցի կալ իրեն բաց դրամատրեցինք մինատերինք բասը որ ժողովուրդ գիտես ասորերուն որտեվ քիչ մը դժվար է ամենուն վրա դժվար է բաստերինք եկեղեցի անվանագոչությունը գա որ Սուրբ Հոգեկալուստը դարին մեկ անգամ ասի մենք ըրած էինք որ ասկե առաջ մադաղ ըրած ենք եւ ժողովրդին բաժնած ենք աս ելույթ շատ ավոր ելույթ էր ուրեմն ասմի անդատրեցանք ասկե մեկ տարի առաջ գրեթե որովհետեւ աս գացության համար շատ բան չէր ուրեմն ավոր էր անվանագոչությունը ավոր գանցներ եւ ժողովուրդ կլար մադաղ գեփվեր ժողովուրդ ամեն մարդ ցերքի գտնեին աստը իբր տագանտյուն իբր դիկնած իբր ժողովուրդ ասկե գրեթե մեգուգես դարի առաջ որ տագանտյուն ավորջիկ տապեց եւ սպոնսոր այսինքն պերինք բարերար կդանք որ եկեցին նորոգենք եւ բավական նորոգվեցավ իբր ներգով իբր ատվրայի ավոր նգարը որ գծակրված է Հիսուսին նգարը ու մասնասարանները ավոր դեսագեն եղավ ինչպես ասեմ հետո 4 կողմ ինչ որ պետքություն կար ամեն նորոգվեցավ եւ շատ ավոր հիմա եկեցի մը ունենք Բարեզարտվեցավ նորոգվեցավ վարսկենիտ կադար Մերսի շատ Գշարունակենք մեր զրույցը եկեղեցվո դիկնած անստանխումբի ադենաբեդուհի Դիգին Սիլվա Հոսեփյանի հետ Բարև Բարև Խոսենք Սուրբ Հոգեկալուստ եկեղեցվո դիկնած անստանխումբի գործունեության մասին Ես 2006-ին ուրեմն դիկնած եղա հետս ընկերուի մգար անունը Սետա երկու հոգի էինք ուրեմն գողոկայինք եկեղեցի մակրության հետո Սուրբ Հոգեկալուստ եկեղեցին ես եւ ինքը մադաղ գնեինք հետո ընկերուիս ցկեց մինագս մնացի սկսա ես մինագս աշխատել եկեղեցին փոշիներ առնել մաքրել ընել ուրեմն ամեն գիրագի ես եկեղեցի մասը գշինեմ հետո եկեղեցին վերջ սուրճ կփաժնենք գշինենք եւ ժողովրդին կփաժնենք ուրեմն ասանք հետո եղանք 4 հոգի 4 հոգիով շատ ավոր ժամանակ անցուցինք եւ միջին կնեինք ավոր սեղաններ կպատրաստեինք մեր ցերկերով մեր կորձերով ուրեմն Սուրբ Սարգիսի արիտով նորեն ամեն մեկը իր դունը կպատրաստեր կփերեր ժողովուրդը ծրի գուկային գուդեին գխմեին եւ իրենց տուները գվերաթարնային ադենաբեդուհին ցկեց Հայաստան կնաց ուրեմն 3 հոգի մնացինք անոնքար ցկեցին մնացի ես մինագս նորեն Վերջին 2 տարին 2 հոգի է 2 տարին 2 հոգի էին ուրեմն ես հիմա եղա 20 տարի որ դիկնած եմ Այս վերջին 2 տարվա ընթացքին գործնեություն պամը միջին կամ կնել որովհետև գացությունը լավ չէ չգրցանք ոչ միջին կնել ոչ գրցանք Սուրբ Սարգիսն մենք ժամանակին գբերեինք Բեյրութեն ուդեստերեն սուբերեգե բուրգուրե ծորենե բան գծախեինք որ մուտքը լա եկեղեցին շատ ավոր էր այսինքն լավ գկալեր գոր բայց մականի որ գացությունը շատ լավ չէ գեցուցինք ամեն ինչ մի անգիրագիներն է որ մի անգիրագի է որ գուկանք երկու շաբաթ անգամը դեռ հայր գուկա եկեղեցի գլա վերգելենք նորեն սուրճ կփաժնենք Բադարակ կլա, այսին 2 շաբաթ անգամը բադարակ կլա այո Այժմ մեր խոսագիցն է եկեղեցվո Տվրաստասի անդամ Դիգին Բետի Սրաբոնյան Գրնակ մեզի դեղեցություն տալ եկեղեցվո Տվրաստասի գործունեության մասին
Բարի եկեք մեր շրջանը, ուրախ ենք ձեր ներկայությամբ։ Ուրեմն խոսենք մեր շրջանին մասին, ինչպես բոլորս գիտենք, որ հոս շրջանը ընդհանրապես հայության թիվը շատ մեծ չէ վերջին օրերուն։ Եվ այդ պատճառով մեր Տբրաստասը մեծ թիվով խումբ չենք ունեցած։ Ուրեմն ես հատկապես անցած եղած 5 տարի է Տբրաստասին մեջ եմ։ Ուրեմն ինքնաշխատությունով Եվ միայն adեն դեր հոր օգնությամբ երկեցողությունները սորված ենք եւ մենք հետս հետը մեր բարդականությունը գնենք եկեղեցին մեջը հիմա մենք պատրաստ ենք միշտ եկեղեցվո տուրը միշտ բաց է նոր անդամներու որովհետեւ հբարդությունը մեզի միշտ մեր տիվը շատ ցնենք եւ նոր սերունդներուն ասորվեցնենք մեր եկեղեցվո երկեցողությունները որ սիրելով իրենք ալքան Ճիշտ է, շատ կարևոր կնկատես չէ, որ երդասարտներու ներառումը Տբրաստասեն ներս։ Ուրեմն ասի գոչ մտողլա, որբեսի շրջանեն ներս անոնք, որոնք երդասարտներ ունին, քան եւ մասնակցին ձեր եկեղեցվո Տբրաստասին։ Անպայման, որովհետև շրջանը նախքին դեր հոր հետը մենք փորձեցինք ուրբաթ օրերը դասավանդություն ունենք, այսինքն ժողովրդին գոչ ըրինք լա Facebook-ի, լա WhatsApp-ի միջոցով, որ քան եւ ուրբաթ օրերը փորձենք սորվեցնել իրենց այդ շարականները, որ բادرակի ընթացքին մենք գերքենք, այսինքն որ Եթե նույնիսկ որպես Տբրաստաս չլան, սկսենք իրենց ծևով այդ սերը արտնցնել եկեղեցու շարականներուն նստած դեղերին երկեն եւ գամած իրենց Տբրաստասի մեծնենք այո Մեզի հետ է Լիբանանի թեմի կրոնական ժողովի ադենապետ, արժանապատիվ Տեր Սարգիս Ավագ Քահանա Սարգսյան, օրհնեցեք Տեր այր։ Ուրեմն նկատի ունենալով, որ Տրիպոլին հերագա շրջան է, Քահանահոր ներկայությունը եւ արարողության մասնակցությունը ինչպես կդասավորվի, ինչպես կճշտվի։ Այո, ներկայիս քանի որ Տրիպոլին հոգեվոր հոյություն ունի, մինչև մի քանի ամիսներ առաջ ուներ, հիմա ներկայիս ուրեմն մինչև նոր դասավորվի, ուրեմն հոբի պիտի ունենան, բայց մինչև որ այդ դասավորումը դա, ուրեմն երկու շաբաթ երեք շաբաթ անգամը քահանահայրը գերտա եւ անդեր բادرակ մատուցե եւ ինչ որ գարի պետք է գոհոկա անդերի հոգեվոր առաքելությունը եւ դոնական օրերն անշուշտ միշտ քահանահայրը դրամատրդի գերտա եւ առաքելությունը նկատել Տրիպոլիի մեջ։ Շատ լավ, որքան կարևոր է հերագա շրջաններում մեջ, իմաստնավորի ասպարակային Տրիպոլիի մեջ, եկեղեցվո զարեղական աշխատանքներ իրականացնեն։ Հիմա վստահ, հիմա Տրիպոլիի շրջանը մեծ շրջան է, ուրեմն Ֆիդարին կսկսի ջբելից իսպեն, մինչև ուրեմն սահման կրեթե ամբողջ Հիսուսային շրջանը եւ մենք Տրիպոլիի մեջ եւ ջբելի մեջ բավական հայություն ունենք եւ այս ուղղությամբ նախկին մեր հոգեվոր հովիվները լավ աշխատանք կկատարեին այդ ծերություններն ժողովրդին եւ ծառայություն կկատարեն եւ այս իմաստով անհրաժեշտ է որ քալիկորերում նաեւ այդ շրջանը ունենա իր հովիվը որպեսզի շարունակի շատ կարեւոր է որպեսզի շարունակի առաքելությունը մասնավորապես այդ շրջաններում մեջ եւ այդ շրջանի ժողովրդին համար։ Լավ դեր այլ վերջին հարցումը, այսօրվա մեր հայրակրով արդեն իսկ Լիբանանի հայոց թեմ եկեղեցիները երեք եւ այսօր հաղորդաշարը կհասնի իր ավարտին։ Այս իմաստով հայդակի մասին ինչ ունի կսել։ Հայդակիրը գնահատելի հայդակիրը իրավես, որովհետեւ ինչ որ արցական կարտելսեցին ժողովուրդեն, ժողովուրդը շատ գոհ է, ուրախ է, ավելի մոդեռն զանոթացան մեր եկեղեցիներուն, մեր հոգեվոր գարիշներուն, որ գալերեցիկ եւ իսկապես, այսինքն նաև ասիկա արիքն է, որ բոլոր գարիշները հարաճիգային այսպիսի հայդակիր ունենան, որպես ժողովուրդը մոդեռն զանոթանա, դերություններ գային շատերը սինչեին կերգարում եկեղեցիներու մասին եւ այս հայդակի միջոցով բացահայտվեցավ ժողովրդին մանրամասնությունները եկեղեցիներու մասին, մանավանդ որոնք դուրս գաբրի Լիբանանին դուրս եւ գեհելևին այս հայդակիրներում գնահատանքով արտահայտվեցան եւ վստահ եւ գմախնեն որ առաջիկային նաեւ այլ գարիշներ նույնիսկ նույնանման հայդակիներ կգազմագերբեն որովհետեւ արիք ունենա մեր ժողովուրդը մոդեռն զանոթանալու մեր բոլոր գարիշներուն վարձիկադար բանացայնին, վարձիկադար բոլոր աշխատողներուն, որ իրապես հաջողությամբ վսակվեցավ այս հատակերը եւ իրենց բոլոր կարողությունները իսպաստրին այս
գեղեցիկ հայդակրի հաջողություն ցեզ մաղթենք, որ առաջիկային այլ հայդակիներ ներկայացնեք եւ գեղեցիկ ձևով կփոխանցեք մեր ժողովրդին։ Շնորհակալություն։ Հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, Տրիպոլիի Սուրբ Հոգեկալուս եկեղեցիով վեճ կգտնե Լիբանանի հայոց ստեմի եկեղեցիները 3 եւ այսօր հայդակիրը։ Սույն հաղորդաշարով ցեզ հետ էին Մարալը եւ լուսանգարիչ Ավո Ասայանը։ Ցտեսություն։